Բարոս ելիքով եղբայրներ ջան, եկեք շարունակենք մեր դեպրեսիայի դեմ պայքարելու թեման եւ կանադանանք արդեն 5-րդ թեզիսին եւ սրանով կամբողջացնենք ընդհանուր դեպրեսիայի դեմ պայքարի վերաբերյալ մեր ուսուցումը։ Տեսեք, շատ կարեւոր է, որ մեր նախորդ ձայնագրություններից մենք պայմանական մոնիզմի ընկալումով, այսինքն աստվածաբանական այդ թեմայի ընկալումով հասկացանք, որ կա մեծ ազդեցություն մեր նյութական մասի, մարմնի ազդեցությունը մեր հոգեկան վիճակների վրա եւ կա նաեւ մեր որոշակի հոգեվոր կարգավիճակների ազդեցությունը մեր մարմնի վրա եւ մարմնի վրա ազդեցության արդյունքում նաեւ կարող առաջանան որոշակի հորմոնալ փոփոխություններ, որոնք նույնպես կարտադրեն հոգեվիճակ։ Այսինքն այն ցիկլային է։ Տեսեք, կարա որոշակի հոգեվոր վիճակը ազդի մարմնի վրա եւ մարմինը իր հերթին արտադրի որոշակի հորմոններ, որոնք կունենան ազդեցություն արդեն հոգեվիճակի վրա։ Եվ այս երկու աղբյուրների հետ հաշվի նստելով մենք հասկանում ենք, որ ծայրահեղությունից հեռու մնալու համար ուղղակի պետք է անցնենք, որ դեպրեսիայից հանելու կարևորագույն բանալի չի հանդիսանում միայն դեղորայքը եւ երբեք չի հանդիսանում միայն հոգեկան սկզբունքները, հոգեվոր սկզբունքները։ Այն երկկողմանի, քանի որ այն ունի երկկողմանի ազդեցություն, ուրեմն պետք է դեպրեսիայի ամենակարևոր սկզբունքը, որ մենք կարողանանք այն բանենք հսկողության տակ։ Եթե կա աղբյուր ֆիզիոլոգիական կողմից, այսինքն եթե մարմնի ազդեցությունը կա, մենք որոշակի բժշկական պրեպարատներով, կլինի անտիդեպրեսանտներով, հանգստացուցիչներով կամ հակաալերգիկ դեղորայքով կարանք մենք պահպանենք եւ հսկենք մեր այդ ֆիզիոլոգիական մասը եւ թույլ չտանք, որ այն խորանա, այսինքն թույլ չտանք, որ այն չդառնա անհսկելի։ Ինչպես հիշում եք, անցյալ անգամ ես ասացի, քույրը անհսկող, ոչ հսկելու մի արդյունք, այսինքն մի վիճակի մեջ է, որ անդադար լացում էր, ինքը չէր հսկում իր վիճակը։ Այսինքն որպեսզի սա չլինի, մենք պետք է որոշակի առումով օգտագործենք, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ անտիդեպրեսանտը կամ ընդհանուր հակաալերգիկ դեղը կամ հանգստացնողները երբեք չեն հանդիսանում գլխավոր միջոց մեզ դեպրեսիայից ազատելու, որովհետև կա հոգևոր մասը, որը նույնպես ունի մեծ ազդեցություն եւ կարելի ասել ավելի շատ ազդեցություն, քան թե որոշակի առումով ֆիզիոլոգիական մասը։ Ֆիզիոլոգիական մասով մենք ուղղակի հսկողության տակ ենք բան ֆիզիկական աղբյուրը, բայց հոգեկան արդեն հոգևոր սկզբունքներով մենք ուղղակի աստծո այդ հարաբերության մեջ կարողանում ենք այն բերենք բալանսի, այսինքն թույլ չենք տալի, որպեսզի դեպրեսիան ունենա անհսկողության, անհսկողական վիճակ։ Սա ամենակարևորը։ Տեսեք, ընդհանուր մեր նախորդ ձայնագրությունների մեջ, մեր վերջի ձայնագրության մեջ մենք անդրադարձանք նաև մեր անցյալի ազդեցությանը եւ ցույց տվեցինք, որ ընդհանուր դեպրեսիան որպես բնորոշում ինքը մարդը իր անձի մեջ կենտրոնանալու հետ է կապված։ Այսինքն մարդը չի կարողանում կենտրոնանալ արտաքին երևույթներին, ավելի կենտրոնանում եւ խորանում է իր անձի վրա։ Եվ իր անձի ունեցած որոշակի փորձառությունների վրա, կլինի անցյալում, կլինի ներկայում, ինքը խորանում է իր անձի մեջ։ Եվ սա զացիկլ է նստի, այսինքն ինքը կոնկրետ կենտրոնանում է եւ բռնված կերպով է կենտրոնում իր անձի վրա, չի կարողանում մտածի արտաքին գործոնների վրա, չի կարողանում մտածի Քրիստոսի մասին, չի կարողանում մտածի եկեղեցում ծառայությունների մասին, ինքը կենտրոնում է իր անձի վրա եւ սա ավելի ճշում գնալով մեծանում։ Սրա համար ընդհանուր խնամակալներին, որոնք փորձում են մարդկանց ավելի բերեն Քրիստոսով հանգիստ, ավելի խնդիր կլինի, եթե նրանք կոնկրետ անձը, ով ունի մեղքի հանդեպ իր հասկացողությունը եւ ավելի խորանում է իր մեղքի մեջ, նորից պետք չի նրանց մղել մեղքի հետ հարաբերության, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ մեղք են գործել։ Նորից նրանց տանել այդ դաշտ ավելի խորացնել, սա ավելի կդառնա հակառակ մղիչ ուժ, այսինքն կխորացնեք ավելի իր անձի մեջ կենտրոնանալու, որ հենց դեպրեսիայի գլխավոր արտահայտությունն է, այսինքն նրա սիմպտոմը մարդը իր անձի մեջ է կենտրոնանում եւ սկսում է խորանալ իր տկարությունների մեջ, իր հատկությունների մեջ, իր կոնկրետ իր հիվանդությունների մեջ։ Ինքը իրեն տեսնում է բոլորից խեղճ, ինքը իրեն չի տեսնում ազատված, ինքը իրեն տեսնում է կամ էլ բոլորից սուրբ եւ ընկնում է ինքն իրեն խղճալու մեջ, ասելով որ ոչ ոք ինչ չի հասկանում։ Սա նույնպես դեպրեսիվ վիճակն է։ Ուրեմն մեր 5-րդ թեզիսում կարևոր մի սկզբունքի մասն եմ ուզում խոսամ, որպեսզի չընկնենք ծայրահեղության մեջ, որտեղ կա ծայրահեղություն եւ երբ որ Աստված մարդուն փրկում է, Քրիստոսով հաշտություն է տալիս, մարդը բուժվում է բոլոր հիվանդություններից եւ մյուս հիվանդությունները, որ գալիս են մարդու կյանք, ուղղակի մարդու հավատքի տկարության պատճառով։ Այսպիսի բան գոյություն չունի, աստվածաշան ուսուցում չի, սա փիլիսոփայական մոտեցում է։ Մենք տեսնում ենք եւ Պողոս Առաքյալի կյանքում եւ որոշակի աստվածաշան հերոսների կյանքում, որ շատ հիվանդություններ, շատ հոգեկան վիճակներ նրանց հետ գալիս է մինչև իրենց կյանքի ամբողջ ընթացքը։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ կա Աստծո գործոնը, Աստծո սուվերեն կամքը, որը Աստված օգտագործում է այդ ամենը իր նպատակներից ելնելով։
նպատակները շատ են։ Աստված կարա թույլ տա այդ հիվանդությունը մնա այդ մարդու կյանքում ամբողջական, ինչպես Պողոս Առաքյալի կյանքում ծակոցներ, որոնք կպային նրան խոնարհության մեջ, թույլ չեն տա, որպեսզի նա հպարտանա։ Օրինակ Պողոսը այս ամենով արդեն համաձայնվելով սրա հետ, Պողոսը հասկանում է նրանց նպատակը եւ ասում է պիտի պարծենամ կամ ուրախանամ ավելի իմ տկարություններով, քան թե մարդկային զորությունով, ինչի որովհետեւ որքան որ ես տկար եմ, այնքան Աստծով զորավոր եմ։ Այսինքն այդ տկարությունները առավել արտահայտում են Պողոսի կյանքում Աստծո զորությունը եւ Պողոսը ավելի ուրախանում, ասում պետք է պարծենամ իմ տկարություններով։ Սա շատ կարևոր է, այսինքն Պողոսը հասկացել է դրանց նպատակը։ Դրա համար սա նույնպես Պողոսի կյանքում բերում է խաղաղություն, այսինքն որովհետեւ տեսեք, ընդհանուր առմամբ մեր դեպրեսիայի վրա ազդում է նաև մեր անորոշությունը, երբ որ մեր կյանքում կա մի բան, որի նպատակը մենք չենք հասկանում։ Եվ օրինակ հոբի պարագայում նույն դեպրեսիան է, հոբը չի հասկանում, ինչի համար իրական կեկե սպորտությունը, որովհետև հոբի պարագայում եկեք մի կարևոր բան հասկանանք, իր դարաշրջանը, որտեղ երբ որ մենք աստվածաշան որևէ մեկ գիրք ուսումնասիրում ենք, պետք է պատմական կոնտեքստի հետ հաշվի նստենք։ Հոբի դարաշրջանում մահվան եւ կյանքի նկատմամբ ոչ ամբողջական Աստծուց հայտնություն ունեն։ Իրանք Աստծուն հավատարիմ էին այն չափաբաժնի մեջ, հայտնության այն չափաբաժնի մեջ, որ Աստված իրանց հայտնել է, եւ Աստված իրանցից դրանից ավել չէր պահանջում։ Սա կարևոր է, բայց որոշակի առումով, օրինակ հոբի կյանքում տեսնում ենք որոշակի փորձառությունից հետո Աստված նաև հոբի պարագայով մեզ է սովորեցնում Աստծո գերիշխանության մասին, Աստծուն վստահելու մասին, Աստծո հսկողության մասին մարդկային կյանքում։ Սրանք շատ կարևոր են, բայց կոնկրետ հոբի պարագայում գործոն է հանդիսանում հոբի ընկալումը իր դարաշրջանում մահվան եւ կյանքի մասին։ Եկեք անդրադառնանք մի քիչ սրա։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք հոբի 3-րդ գլխին, որը մենք անդրադարձել ենք ձայնագրությունների մեջ պարբերաբար հոբի 3-րդ գլխին։ Հոբի 3-րդ գլուխը մեզ ներկայացնում է հոբի դեպրեսիայի վիճակը, որտեղ դեպրեսիայի կարևոր արտահայտությունների մեկը հոբի մահվան ցանկությունն է։ Հոբը ցանկանում է մահանա։ Այնինքը սկսում է անիծել իր ծննդյան օրը, այն օրը, որ մարդիկ ուրախանում են կամ տոնում են այդ օրը։ Հոբը սկսում է այդ օրը անիծել այն աստիճան, որ ասում է նույնիսկ կալենդարում այդ օրը չլիներ։ Հիմա խնդիրն ի՞նչ է։ Դրանից հետո, երբ որ հոբը սկսում է արտահայտել, մենք տեսնում ենք, որ հոբը մխիթարություն է գտնում մահվան մեջ։ Ինչի համար է հոբը մահվան մեջ գտնում մխիթարություն, որովհետև տեսեք, հոբը չունի ճիշտ հասկացողություն մահվան վերաբերյալ։ Ուշադիր նայեք ինքը ինչպես է նկարագրում մահը։ Եվ սա յուրահատուկ պատմական կոնտեքստի մեջ մեզ բան ասում, այն ուգարիտական կամ միջագետքի ընկալումն է, որը մեծ ազդեցություն էր հետագայում նաև Իսրայելի ժողովրդի վրա, այդ շրջանում ժողովրդի վրա, միջագետքի Մեսոպոտամիա, այդ շրջանում ժողովուրդը որոշակի ընկալում ուներ նախապաշարումից արտադրված, թե ինչա մահը եւ ինչա կյանքը։ Հիմա տեսեք, հոբի պարագայում, ինչպես ես արդեն ասեցի, կա աստվածահայտնության չափաբաժին, որի մեջ էլ Աստված հոբին ուղղակի ասում է, երբ որ ասում է հոբը կատարյալ էր եւ չարից վախեցող, փախչող, ինքը չի ասում որ կատարյալ էր ինչպես Քրիստոսը, կատարյալ էր ինչպես արդեն Պողոս Առաքյալը աստվածճանաչության մեջ։ Ոչ, հոբը ունի իր ժամանակահատվածը եւ հոբի պարագայում Աստծուց ունի հայտնության չափաբաժին։ Հոբը այդքանի մեջ է կատարյալ եւ Աստված իրանից ավելին չի էլ պահանջում, որտեվ չի հայտնել։ Հիմա տեսեք, այս պարագայում հոբի մահվան ընկալումը այնպիսին է, որ հոբը կարողանում է կամ թույլ է տալիս, որպեսզի հոբը մահվան մեջ մխիթարություն գտնի։ Ուշադիր նայեք, ես հիմա որոշակի հատվածներ կարդամ։ Տեսեք հոբը ինչ է ասում մահվան մասին։ Տեսեք, 11 համարում ասում է ինչու համար ծնողիս արգանդումը չմեռա, որովայնից ելած չվախճանվեցի, ինչու համար ծունկերը ինձ դիմավորեցին եւ ինչու ստինքը, որ ես ծծեմ, այսինքն ինչի ինձ կուրս տվեցին, ինչի թողեցին, որ ես գամ այս աշխարհ։ Եվ հիմա ուշադիր նայեք 12 համարից 13 համար, որովհետեւ հիմա պարկած էի եւ կհանգչեի, կքնանայի։ Ինքը մտածում է, որ եթե չծնվեի, հիմա հանգիստ քնած կլինեի, ուրեմն հանգիստ կլինեի։ Այսինքն հոբի պարագայում մահը կամ մարմնից բաժանվելը այդ վայրը չի դիտարկվում որպես Աստծո արքայություն, Աստծո ներկայություն։ Այն դիտարկվում է որպես հանգիստ եւ խորքուն, քնած։ Այսինքն մի վիճակ, որտեղ այս կյանքի դժվարությունները, ցավերը, մարմնավոր, հոգևոր քո վրա ազդեցություն չեն ունենա։ Մի այդպիսի վիճակ, եւ ուշադիր նայեք, ոչ միայն ինքը սա է, ինքը նաեւ ասում է, որ բոլորն են այդ վիճակի մեջ։ Այսինքն չկա նաեւ երկնքում Աստծո փոխհատուցում,
Ինքը այսպես ինքը չի իմանում դրա մասին։ Ինքը ասում է փոխհատուցումը երկրի վրա է։ Դրա համար ինքը զարմանում է իր կարգավիճակից։ Ասում է չէ որ ես Աստծո ուզածով եմ արի ամեն ինչ։ Ինչի է հիմա ին վրա գալի այսպիսի փոխհատուցում, որովհետև իրանց ընկալման մեջ ուգարիտական եւ այդ միջագետքի շրջանում փոխհատուցումը Աստծո արդարությունը արտահայտվում է ֆիզիկական կյանքի ընթացքում։ Իրանց համար մահը դա այդ հանգիստ եւ քնանալն է եւ ուշադիր նայեք ինքը ինչպես ասում որ մահը ինչ է նշանակում։ Ես ուզում ձեզ ցույց տամ թե ինչ է ինքը հասկանում մահ հասկացողությունով, դրա համար էլ ինքը մխիթարություն է գտնում մահվան մեջ, իսկ Քրիստոսի քարոզը Քրիստոսի ճշմարտությունը մեզ տալիս է մահվան եւ կյանքի մասին իրականություն։ Այստեղ է որ նաև կարա դեպրեսիայից ազատելու որոշակի գործոն հանդիսանա։ Եկեք անդրադառնանք սրա։ Տեսեք 13 համարը, որովհետև հիմա պարկած էի եւ կհանգչեի, կքնանայի, խոսքը գնում է ուրեմն հանգիստ կլինի, խոսքը գնում է հանգստի մասին։ Թագավորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք ավերակներ շինեցին իրենց համար։ Եվ ասում է բոլոր թագավորներից, այսինքն այնտեղ ես պատիվ կունենայի բոլորի հետ։ Այն թագավորների, որ նույնիսկ արեցին եւ իրենց արածը չմնաց։ Եվ հետո էլ ասում է նաեւ այն թագավորների հետ, որոնք արծաթ դիզեցին եւ շատ հարստացան, որոնց է մնաց։ Այսինքն ինքը տեսեք դիտարկում է համընդհանուր, ինքը չի տեսնում հանդերձյալ կյանքում Աստծո փոխհատուցում կամ արդարություն այնտեղ երևա։ Ինքը արդարություն եւ փոխհատուցումը տեսնում է այս ֆիզիկական կյանքի ընթացքում։ Դրա համար ինքը տենչում է հանգստի մահվան առումով։ Տեսեք, թագավորների, երկրի խորհրդականների հետ, որոնք ավերակներ շինեցին իրենց համար, կամ ոսկի ունեցող իշխանների հետ, որոնք իրենց տները լցրին արծաթով, կամ թաղված վիժացի նման, որ չի լինի այն մանուկների նման, որոնք լույս չտեսան, այսինքն ըստ հոբի նրանք երկնքում լույս չեն տեսնում, ասում է լույս չտեսան եւ չեն էլ տեսնում, այսինքն երկնքում լույս չկա, բայց մենք գիտենք որ Աստված է լուսավորում, այսինքն հոբի պատկերացումը մահվան մասին ուգարիտական է, ինքը չունի աստվածահայտնություն ամբողջական, տեսեք, կամ թաղված վիժվածին ման որ չի լինի այն մանուկների նման, որոնք լույս չտեսան, այնտեղ ամբարիշտերը դադարում են չարանալուց։ Երկնքում ամբարիշտները դադարում են բոլորը ինչի մեջ են քնած են, հանգիստ են, տեսնում եք հոբի ընկալումը։ Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները եւ այնտեղ տկարները նույնպես հանգիստ են։ Էլիաս տկարությունը ես վրա չի ազդում, այսինքն չարերը այնտեղ չարություն չեն անում, հանգիստ են։ Ուշադիր նայեք։ Կապվածները հանգստանում են միասին, բանտարկյալները հանգստանում են միասին։ Հարկահանի ձայնը չի լինում, այդտեղ չկա պատասխանատվություն, պարտքերի մարում չկա, բարեր պարտականություն չկա, այնտեղ չկա մեկը որ գա ասի դու պարտքես, հարկես, վերցրել հարկը տուր։ Այսինքն այնտեղ ինչ չկա, ոչ մի բան չկա։ Ինչ կա այնտեղ հանգիստ։ Քուր, սա հոբի պատկերացումը մահվանա, դրա համար այս մահվան եւ կյանքի մասին ընկալումը մեծ ազդեցություն ունի դեպրեսիայի մեջ մղելու կամ դեպրեսիայի մեջ թույլ չտալու որ անցնի։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք Քրիստոսի ավետարանի մասին, որոշակի առումով առաքյալ հիշում եք ինչ ասում, գործ առաքելոցում, ասում է եւ Աստված բոլորին հիմա ապաշխարության է մղում, այսինքն մղում է Քրիստոսով փրկության, ինչի, որպիսի ցույց տա, որ դատաստանա լինելու։ Այսինքն ինչ է ցույց տալի Քրիստոսը։ Քրիստոսը ցույց է տալիս մահվան եւ կյանքի մասին ճշմարտությունը։ Հիշում եք առաքյալ, եթե ասենք Քրիստոսը հարություն չարավ, հարությունը ինչի հետ է կապված։ Մահից հետո կյանքի, իրական հավիտենական կյանքի, մահից հետո ինչ կյանք կա։ Եթե ասում հարություն չկա, ուրեմն մենք էլ ոչ մի բան չկա։ Այ հոբի հասկացողությունն է։ Հիմա ինչ որ կա, հիմա այս երկրի վրա պիտի լինի։ Եթե Աստված արդար է, պիտի արտահայտվի այս երկրի վրա։ Եթե այսինքն փոխհատուցումը այստեղ է։ Հոբը դրա համար, այսինքն սա նպաստում է, որ հոբը ընկնի այդ վիճակի մեջ, այս վիճակի մեջ։ Երկրորդ տասը նպաստում է, որ նրա մխիթարիչները հանդիմանեն հոբին։ Ինչի, որտեղ նրա մխիթարիչները տեսեք նույն հասկացողության մեջ են, ինչ են ասում։ Եթե դու որևէ մի սխալ բան արած չլներ, հատուցումը չէր գա քո վրա այսպես։ Ուրեմն դու մի ծածուկ բան ես արել, որ Աստված քեզ պատժում է։ Տեսնում եք։ Բայց ուշադիր եղեք հոբը ոնց է հաղթում։ Հոբը հաղթում է Աստծուն վստահելով։ Հոբը նույնիսկ ինչ որտեղ ինքն ասում է ես չեմ հասկանում ինչի է սա եկել։ Այսինքն հոբը անկեղծ է։ Իսկ նրանք մղված են, որ չէ անպայման դու մի բան արել ես, որ սա եկել է։ Եվ ուշադիր եղեք, եթե հոբը ձգտում է արդարության։ Հոբը չի ձգտում, որտեվ այդ ուգարիտական հասկացողության, որpիսի քանի որ Աստծո օգնությունը գալիս է քո վրա եւ դու հարստություն ես, դա նշանակում է դու Աստծո առաջ արդար ես վարվում։ Դրա համար հարուստ ես։ Իսկ եթե դու աղքատ ես կամ հիվանդություն եկե քո կյանք, դու ինչ որ մի բան այնպես չես արել Աստծո ուզածով։
Իմիջիալոց այսպիսի վարդապետություն կա նաև այս շրջանում խարիզմատական օղակներում կա այս բարգավաճման ավետարանը սա է հենց քարոզում, բայց տեսեք չի քարոզում Աստծո արքայություն։ Հիմա տեսեք, ուրեմն սա կարևոր է եւ հոբի պարագայում, երբ որ հոբը տենչում է արդարության, ոչ թե պարգևի եւ օրհնության, դրա համար հոբը կարող է հաղթահարի, դրամանիկն ասում է ես չեմ հասկանում ինչի համար է, եւ եթե հոբը համաձայներ իր մխիթարիչների հետ ասել դե լավ ճիշտ եք ասում, ինչ որ մի բան մեղք եմ գործել, դրա համար է այսպես կեղծ ասել, որպեսզի օրհնությունը գար, հիվանդությունը վերցվեր, սատանան կհաղթեր այս բարգավաճ։ Սատանան դուրս կգար, որ տես մարմնին խփեցիր եւ հոբը արդեն էլ կատարյալությունը չի պահում։ Այսինքն այստեղ ինչ է նշանակում։ Հոբը կեղծ խոստովանություններ կաներ, որ կարևորը դու ինձ օրհնի Տեր Աստված։ Իսկեն սատանան ճշմարիտ դուրս կգար ինչի, դու իրան տալիս ես, դրա համար է ինքը այդպեսին։ Եվ սատանան այս հասկացողության մեջ, այսինքն իրականում երկնքի մասին ճշմարտությունը դեռ ամբողջական չի, ոչ կյանքի եւ ոչ մահվան։ Այսինքն սա նպաստում է, ինչի ես սա ասեցի սերնես, հետաքրքիր է, որ հոբը իր արդարության տենչանքով, ոչ թե նվեր կամ օրհնություն տենչանքով հաղթահարում է։ Եվ վերջո դուրս է գալ ճիշտ, եւ հետո Աստված խոսում է իրան արդեն ընդհանրապես Աստված տեսեք հոբին երբեք չի ասում գիտես ինչ կա հոբ, ես Աստված եմ, ինչ ուզեմ կանեմ, դու ով ես, այդպես չի պատասխանում։ Աստված գիտի հոբի Աստված ճանաչության չափաբաժինը եւ ուղղակի մի բան է ասում, այսինքն իր պատասխանի մեջ 38 գլխից եթե նայեք, Աստված հոբին ասում է հոբ, այնինչ ես անում եմ, ուղղակի ուշադիր նայի, կարաս իմ նման կյանքը հսկես, մեղուին հանես, տանես, պտտեսնես, մեղերը հավաքես, բերես իրա բուն, տանես, կիլոմետրով պտտես, բերես իրա բուն, դու կարաս անես դա, դու կարաս ծովի սահմաններ գծես, որ ծովը դուրս չգա սահմաններից, դու կարաս երկինքին հրամայես, որ անձրև գա եւ կանգնի դադարի, այսինքն դու կարաս մի բան անես ինչպես դու կարաս իմ նման կյանքը հսկես, ոչ, ուրեմն իմացի, որ քո կյանքի բոլոր պարագաները, ինչ որ հիմա կա, իմ հսկողության տակ է։ Այսինքն հոբը համաձայնում ասում բերանից դերս դնում է բերանից եւ լռնում է, որտեղ չգիտեի ով ես դու Տեր։ Քո մասին լսել էի, բայց հիմա աչքերս եմ տեսնում։ Այսինքն, այստեղ կարևոր մի բան, այսինքն տալիս է Աստված ճանաչության չափաբաժին հոբին։ Այսինքն մեծացնում է հոբի կյանքի եւ մահվան մասին հասկացողությունը։ Դա եւ հոբը դուրս է գալի դեպրեսիայից։ Ես ինչի սա ասեցի, սենես, որովհետեւ հոբի հասկացողությունը մահվան մասին եթե տկար է, ինչպես նաեւ մեր, եթե մենք չունենք ճշմարտությունը, որովհետեւ դեպրեսիայի մեջ մեզ կարա մղի նաեւ մեր բաց թողումը Աստված ճանաչության մեջ։ Այս դրա մասին ես ասեմ։ Ուրեմն կարևոր մի բան, որքանով էլ մենք հասկանում ենք, որ մեր 5-րդ թեզիսն ինչի մասին է, որքանով էլ որ մենք հասկանում ենք, որ որոշակի առումով, երբ որ մենք դառնում ենք Տիրոջը, այսինքն Քրիստոսի միջոցով ունենում ենք հաշտություն, այդ հաշտության արդյունքում մեր կյանք է գալիս Աստծո խաղաղությունը, որը ունի ներգործություն մեր ֆիզիկական շատ տկարությունների եւ հիվանդությունների եւ հոգեվիճակի վրա։ Այսինքն Աստծո հետ հաշտվելու ընթացքում Աստված մեզ ազատում է շատ հիվանդություններից եւ հոգեկան վիճակներից, որոնք սերտ կապված էին մեր հանցանքի զգացումի հետ։ Այսինքն, բայց սա չի նշանակում, որ եթե մեր կյանքում հիվանդությունները հիմա ներկա են, ուրեմն մեր կյանքում Աստծո հետ խնդիր կա։ Ոչ այնպես, Աստված ունի որոշակի նպատակ մեր կյանքում թույլ տված որոշակի հիվանդություն եւ նույնիսկ հոգեկան վիճակներ, որտեղ մեր նախորդ զարգացության մեջ մենք անդրադարձանք, որ հոգեկան հիվանդությունը դա ոչ միայն պատիժ կարա գա, այլ նաեւ որոշակի առումով ինչպես մյուս հիվանդությունները, որոշակի Աստծո կողմից լծակ մեր կյանքը ղեկավարելու, մեզ Քրիստոսին նմանեցնելու, մեր Աստծո հետ ունեցած հարաբերությունը խորացնելու եւ մեր կախումը առ Աստված մեծացնելու։ Եվ սա եւ մեզ խոնարհեցնելու ամեն դեպքում մեզ Քրիստոսին նմանեցնելու ամեն բան բարի է նրան սիրողներին, որ Քրիստոսի, որ Աստծո նախասամությունով կանչված են, որ նախասամությունը կապված է մեզ Քրիստոսին նմանվելու հետ։ Ուրեմն այս առումով մեր 5-րդ թեզիսը շատ կարևոր է, որ մենք ընկալենք, որ ընդհանուր առմամբ որոշակի դեպրեսիայի հանդեպ ունեցած մեր հայացքը պիտի լինի երկկողմանի, որտեղ այն ընդգրկում է եւ մարմնավոր պատճառները ֆիզիոլոգիական մասի նյութական եւ նաեւ հոգեկան վիճակները, որը նույնպես կարող ազդեցություն ունենա մարմնավոր վիճակի վրա։ Հիմա եկեք ավելի կարևոր բան տեսնենք։ Ուրեմն, սա նույնպես կարևոր հասկացողություն է, որպեսզի խուսափենք դեպրեսիաներից, որ մեր հիվանդություններին չնայենք որպես պատիժ։ Ինչի, որովհետև տեսեք, ընդհանուր առմամբ դեպրեսիվ վիճակի համար նպաստող պարագաներից մեկը դա
ինչպես ասի գլխավոր հիմնական նպաստող վիճակը, երբ որ անձը կենտրոնանում է իր անձի մեջ, խորանում է իր անձի եւ իր էության, իր կարգավիճակի մեջ, չի կարողում արտաքին գործոնները, մի քիչ ես խոսեմ ինչ արտաքին գործոններ կան, որոնք կօգնեն, որ մենք դուրս գանք դեպրեսիայից։ Այսինքն, երբ որ անձը կենտրոնանում է, սա կարևոր է, որ այս վիճակը նույնպես կարող խորացնի, երբ որ մենք մեր հիվանդություններին նայում ենք որպես պատիժ, բայց նրանք որպես պատիժ չեն։ Օրինակ, Պողոս Առաքյալը նայում էր իր Աստծո սատանայի ծակոցին որպես պատիժ, ոչ, նայում էր արդեն որպես լծակ, որ իրեն խոնարհ պահի, կամ նա նայում էր մի պարագա, որով Աստված շնորհքը արտահայտվում է իր կյանքում։ Այսինքն հետագայում, երբ որ Պողոսը նայում է, այսինքն Աստծո հայտնությունից հետո, երբ որ նայում է 3 անգամ ասում աղոթեցի, այդ 3 անգամ աղոթել չի նշանակում օրվա մեջ 3 անգամ աղոթեց եւ վերջ։ Ընթացք է, 3 ընթացք աղոթեցի, փորձեցի գտնեմ ինչն է խնդիրը եւ աղոթեցի եւ Տերն ասեց Պողոս, իմ շնորհքը քեզ բավարար է։ Ես այդ թողել եմ քո կյանքում եւ իմ շնորհքը կարա քեզ խաղաղություն տա, բայց դա պիտի մնա, որ դու չհպարտանաս։ Որտեղ դու ունես շատ հայտնություններ մյուսներից բացի եւ դու մարդ ես, բնական մարդ ես, շատ հանգիստ սատանան կարող է օգտագործի եւ մղի քեզ հպարտության եւ դուժի եկեղեցին, որտեղ քո միջոցով ես կերակրում եմ եկեղեցուն ճշմարտություններով ոգի։ Հիմա տեսեք, մանավանդ եկեղեցու բոլոր սկզբունքները Պողոսն է տալի։ Մեծ մասը Պողոսը, Պետրոսը, առաքյալների միջոցով է եկեղեցու սկզբունքները ինչպես պիտի եկեղեցին աճի, այսինքն էկլեզիոլոգիա, ֆունկցիոնալ դեր է եկեղեցու առաքյալների միջոցով, որտեղ 5 կտակարանում եկեղեցու մասին որևէ մեկ հայտություն չկա։ Հիմա տեսեք, այս առումով, քանի որ մենք սա նայում ենք ոչ թե որպես պատիժ, այլ որպես ընթացք Աստծուց, սա կարևոր է, այսինքն որքանով էլ որ շատ հիվանդություններ ապաշխարությունից հետո մեր կյանքից վերցվել են, որտեղ կապված են եղել հանցանքի զգացումի հետ, եւ որ հանցանքի զգացումը վճարվել, այսինքն այդ վիճակից ազատվել ենք, այդ հիվանդությունը նույնպես վերացվել է, որտեղ մեր հոգեկան վիճակը ազդում է նաեւ մեր ֆիզիկական տկարությունները, որոնցից ազատվել ենք, բայց շատ հիվանդություններ Աստված պահում է որպես ընթացք, որտեղ հոգեվոր կյանքը այն 100 մետրանոց սպրինտ չի վազք, այլ 42 կիլոմետրանոց մարաֆոն եւ առաքյալները սա են ներկայացնում։ Դրա համար տեսեք, օրինակ այգի գետսրան անդրադառնանք Եփրայեցիս 12-րդ գլխում, առաջի երկու համարներն առաքյալը սա ասում, եկեք անդրադառնանք սրա։ Այսինքն շատ հիվանդություններ մեր կյանքում պահպանվում են որպես ընթացք մինչև կմիանանք Քրիստոսին։ Եվ մեր պայքարը այդ հիվանդությունների, այդ հոգեկան վիճակների հետ մեր կյանքի ամբողջ ընթացքում ալինելու, որով նորից եմ ասում, Աստված ունի տարբեր կերպեր։ Կան կարա լինի որպես փորձություն, այն կարա լինի որպես պատճառ մեզ ավելի բարձրացնելու մեր Աստծո հանդեպ վստահությունը, մեր կախվածությունը ավելի իրական անելու, սա կարևոր է։ Մենք շատ բաներ Աստված մեզ հայտնում է, շատ բաներ սուվերեն կամքի մեջ չի հայտնում, բայց ինքը գործ անում դրանց միջոցով։ Եփրայեցիս 12-րդ գլուխ հենց այս մասին է խոսում եւ ասում է որ փորձության մեջ կլինեք, ասում է ուշադիր եղեք, այդ փորձության մեջ դուք մենակ չեք։ Այդ փորձության մեջ հավատքի կամ կարելի ասել սուրբերի մեծ վկաների բազմությունը կա եւ ինքը 11-րդ գլխում անդրադառնում է այն հերոսներին աստվածաշնչյան, որոնց կյանքում գործադրվեց հավատքի գործոնը։ Այստեղ պետք է հասկանանք հավատքի գործոն, սա նշվում է առ Աստված վստահությունը։ Հիմա ինքն ասում է այդ վստահողները նայում են նաև ձեզ, թե ինչպես դուք այդ ընթացքը կանցնեք։ Այստեղ ինչի եմ ես ասում ընթացք, որտեղ այն մարաֆոն է։ Այսինքն այնպես չի, որ դու եկար Քրիստոսի ամեն հարցերը լուծվեց։ Ոչ, դու ընթացք ունես Քրիստոսով անցնելու, մինչև կմիանաս Տիրոջը։ Եվ այդ ընթացքի մեջ Աստված նաև օգտագործում է որոշակի առումով այս եւ ֆիզիկական տկարություններ եւ հոգեվիճակներ։ Եկեք անդրադառնանք Եփրայեցիս 12-ին։ Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմություն ունենք, մեզ շրջապատած, ինչպես ամֆիթատրոնում, ինչպես հռոմեական կայսրության մեջ նստած բոլորը նայում են շրջապատած, շրջանակ էր կլորեր, նայում էին թե գլադիատորներին, թե մյուսներին, դեն գցենք կամ այդ մարզիկներին, որ վազում են, դեն գցենք ամեն ծանրություն եւ ամեն մեզ ջուրավ պաշարող մեղք, խոսքը մեղքին է այստեղ վերաբերվում։ Եվ համբերությամբ վազենք մեր առաջ դրված ասպարեզի ընթացքը, ինչով վազենք համբերությամբ, շատ բաների հետ հասկանալով, հաշտվելով, շատ բաներ Աստծուց ընդունելով եւ արդեն որոշակի առումով, եթե դեպրեսիային է վերաբերվում, թույլ չտալ, որպեսզի ֆիզիկական մասը խորանա, օգտագործելով որոշակի անտիալերգիայի դեղեր, անտիդեպրեսանտներ, որպեսզի թույլ չտանք ֆիզիկական մասը խորանա։ Այսինքն ամեն դեպքում համբերությամբ վազելը ընթացք է ցույց տալիս։ Այսինքն որպեսզի այդ ընթացքը անցնենք, մենք պետք է հաշվի նստենք, չէ՞, մենք հասկացանք, որ կա ֆիզիկական կողմ, որ ազդում է հոգու վրա եւ կա հոգեվոր կողմ, որ ազդում է ֆիզիկականի վրա։ Մենք պետք չի ծայրահեղության մեջ ընկնենք։ Այսինքն մենք հասկանում ենք, որ միայն դեղերը չեն մեզ ազատում դեպրեսիայից, բայց դեղերը օգտակար են կամ նպաստում են, որպեսզի չխորանա ֆիզիկական ազդեցության կողմը։
Սրանք շատ կարևոր է ասել։ Եվ նաև հոգեկան կողմը, որը առավել մեծ ազդեցություն է մարմնի վրա, նույնպես որպեսզի մենք չընկնենք ճիշտ ունենանք մահվան եւ կյանքի մասին հասկացողություն, որը մեզ կտա խաղաղություն, Աստծո հետ հարաբերության մեջ, աստվածճանաչության հետ միատեղ Աստծո համար պտուղներ բերելու, այսինքն չընկնենք չխորանանք մեր անձի վրա։ Հիմա Եվ մտիկ տանք հավատքի եւ ասում է համբերության վազեք մեր առաջ դրված ասպարեզի ընթացք ուշադրի նայեք չկենտրոնանալով ձեր տկարության վրա մտիկ տանք հավատքի զորագլուխին կամ հավատքը սկսողին Начальник հավատքը սկսողին ով մեր կյանքում հավատքի գործոն դրեց հավատքը սկսեց եւ հավատքը ամբողջացնողին կատարողին նայեք ով է ձեր կյանքում բերել հավատքի գործոն եւ ով է այն վերջացնում նրան նայեք որտեվ նա է սկսել նա է վերջացնելու սա կարեւոր է Հիսուսին, որի առաջի դրված ուրախությունը փոխանակ, խաչը հանձն առավ եւ ամոթն արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Ուրեմն մտածեք նրա վրա, այսինքն Քրիստոսը նույնպես իր կյանքում եղավ փորձություն, դեպրեսիվ վիճակներ, հիշում եք քրտնում էր այնպես, որ արյան կաթիլներ էին գալի։ Եթե բժշկերին հարցնեք, կասի թե ինչպիսի խորը ապրումների հետևանքում է դա լինում։ Արյան քրտինքը արյան կաթիլներով էր թափվում։ Այս աստիճանի Սա բժշկական տերմինոլոգիայի մեջ շատ կարևոր սկզբունք, այսինքն ֆիզիոլոգիայի ազդեցությունն է հոգեվիճակի վրա։ Հիմա տեսեք, կամ հոգեվիճակի ազդեցությունը ֆիզիկականի վրա, ավելի ճիշտ սա կարելի ասել։ Եվ տեսեք, ուրեմն մտածեք նրա վրա, որ իր դեմ եղած այսպիսի հակառակություն քաշեց մեղավորներից, որ դուք էլ անձերով չհոգնեք թուլացած։ Նայեք Քրիստոսին, ով նայեց փառքին գալիք, չնայեց կոնկրետ հիմա այդ վիճակին, նայեց թե ինչ ա լինելու արդյունքում եւ անցավ այդ ընթացքը։ Մահը հանձն առավ, տեսնելով ինչպիսի մեծ փրկություն է լինելու հետևանքում։ Այսինքն դուք նույնպես, այսինքն որպեսզի ճիշտ ընկալեք մահվան մասին կամ ընկալեք արքայությունը, այն կօգնի ձեզ դեպրեսիայի մեջ չընկնելու եւ ճիշտ անցնելու։ Նայեք Քրիստոսին, մի նայեք ձեր կարգավիճակին։ Մի նայեք կոնկրետ փորձության մեծությանը, այլ նայեք դրա հետևանքում ինչ է լինելու։ Սրանք շատ կարևոր սկզբունքներ են, որ կօգնի մեզ դեպրեսիան անցնել։ Ուրեմն մտածեք դրա վրա եւ արդեն 4-րդ համարից տակավին միջև արյուն թափելու չափ պատերազմով հակառակ չեք կացել մեղքին։ Եվ ցույց է տալի, որ Աստված դες մխիթարության Աստվածն է, որպես հայր է ձեզ ընդունել եւ ում որ ինքը որպես հայր է դառնում ամեն մի զավակի ծեծումը թույլ է տալի նրա կյանքում որոշակի երևույթներ, որպիսի նրան պահի խոնարհության մեջ եւ որպես խրատելով հաղորդանի Աստծո սրբության։ Եկեք ընթերցեք այդ հատվածը նա միջև 8 համարը։ Տակավին միջև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացել մեղքին եւ մոռացաք այն մխիթարությունը, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ է խոսում։ Ին ворցյակ մի անարգիր տիրոջ խրատը եւ ոչ էլ վհատվիր նրանից։ Վհատվելը դեպրեսիվ վիճակի մեջ ընկնելն է։ Ոչ էլ վհատվի նրանից, ինչի ճանաչելով, որ Աստված քո հայրը եւ քեզ խրատում է, քո օգտի համար անում։ Միգուցե հիմա դու օգուտը չես տեսնում, բայց երկնքում շնորհակալություն ես ասելու այդ հիվանդության համար։ Սրանք շատ կարևոր բան է այդ վիճակի համար, այդ ֆիզիկական տկարության համար, որտեղ այդ ֆիզիկական տկարության միջոցով Աստված քեզ հեռու է պահել շատ չարիքներից, որոնց մասին քեզ չի ասել։ Այդ դու երկնքում դա իմանալու ես։ Ուրեմն սրա կարևոր է, տեսեք, այս ճշմարտությունը հոգևոր նպաստում է նաև մեր դեպրեսիայի հոգևոր ոլորտին, որպեսզի մենք չընկնենք դեպրեսիայի մեջ։ Ուրեմն կա նպաստող եւ ֆիզիկական մաս, որը մեզ կօգնի դեղորայքը, եւ հոգևոր մաս, որը առավել է եւ մեզ կօգնի Աստծո հետ խաղաղության մեջ մնալը։ Ինչի եմ սա ասում։ Սա ճիշտ պայքարն է, սա ծայրեղությունների մեջ չընկնելն է, սերս։ Միայն դեղորայք կամ միայն հոգեկան վիճակներ, ոչ, որտեղ այն երկկողմանի բանալի է։ Երկու կողմ ունի դեպրեսիան, եւ ֆիզիկական ազդեցություն, եւ հոգեկան։ Մենք պիտի հաշվի նստենք դրա, եթե իմաստությունով վարվենք։ Եվ մոռացաք այն մխիթարությունը, որ դες հետ ինչպես որդերի հետ է խոսում, ին ворցյակ մի անարգիր տիրոջ խրատը եւ ոչ էլ վհատվիր նրանից հանդիմանված լինելը, որովհետեւ Տերը իրեն սիրածի խրատում է, նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Ուշադրեք, եւ խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդիների կվարվի, որովհետեւ որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, չկա։ Եթե չի խրատում, ուրեմն օտար ես, ինքը չի հետաքրքրում քեզանով։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի, որովհետև որ որդին է, որ հայրը նա չի խրատում, բայց եթե առանց խրատի եք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք եւ ոչ որդիկ։ Եվ ցույց է տալի մեր հայրերը, բայց առավել առաջի Կորինթացիս 10:13-ում Առաքյալն ասում է հավատարիմ է Աստված, որ թույլ չի տա, որ դուք ձեր կարողությունից ավելի փորձվեք, այլ դրա հետ մեկտեղ նաև ձեզ ցույց կտա ելնելու կերպը, որ կարողանաք համբերեք։ Ինչ ասա ցույց տալի նույնպես,
որ կարողանաք համբերեք, որ այդ այն ընթացքը, որ կարողանաք անցնեք։ Եկեք անդրադառնանք նաև այս հատվածին, առաջի Կորինթացիս 10:13-ին։ Տեսեք, ձեզ ուրիշ փորձություն չի պատահել բացի մարդկային փորձությունից։ Առաջի Կորինթացիս 10:13։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, թույլ չի տվել Աստված բացի մարդկային փորձությունից։ Ինչ է ինք օգտագործում մարդկային, որ սա բոլոր մարդկության վրա է։ Դուք բոլոր մարդկանցից տարբեր չեք։ Բայց Աստված հավատարիմ է, բառը տեսեք, հավատարիմ է, ինքը խոստացել է եւ այդ խոստումը պահում է, որ չի թողի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու։ Այն ինչ որ կա եւ սատանան ձեզ խաբում է, որ դա ձեր կարողությունից ավելին է, սուտ է, Աստծո հսկողության տակ է, եւ Աստված գիտի ինչքան, որտեղ, ինչպես, ինչ կերպերով։ Գիտի այն հսկողության տակ է, որ չի թողի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքներ կպատրաստե, որ կարողանաք համբերել։ Այսինքն այդ որ կարողանաք այդ ընթացքի, եթե համբերություն, դա նշանակում է այն ընթացքի հետ կապված։ Մարդիկ, որոնք տառապում են որոշակի կամ իրենց կյանքում կա Աստծուց որոշակի հիվանդություն, հոգեկան վիճակներ, ֆիզիկական խնդիրներ, պետքա պատրաստ լինեն ինչպես վարվեն այս երկու կողմի հետ։ Այսինքն, եթե դուք գիտեք, որ ալերգիան սերտ կապված է ձեր կենտրոնական համակարգի, ներվային համակարգի հետ, եթե դուք գիտեք, որ այս միջավայրից, այս կերակուրից, այս հոտից ձեր կյանքը կարա առաջանա այդ ալերգիան, եթե դուք ալերգիկ եք, օգտագործեք հակաալերգիկ դեղերը կամ այդ միջավայրը կամ հետ պահեք ձեզ այդ կերակուրից, այսինքն մի թողեք, որպիսի ֆիզիկական ազդեցությունը ձեր կյանքում խորանա եւ դառնա անհսկելի։ Հսկեք այն, մի կերեք այդ կերակուրը, զսպեք ձեզ։ Այսինքն սա մեզ ճիշտ մոտեցումն է ցույց տալի հեռու մնալ դեպրեսիաներից։ Սա շատ կարևոր է սերներս։ Երկրորդ մոտեցումը, որ շատ կարևոր է, որ մենք հասկանանք ընդհանուր առմամբ ինչպես ղեկավարենք նաև մեր հոգևոր սնուցումն ապեն։ Ոչ միայն հացով, այլ նաև ամեն Աստծո խոսքով, որ կապրի մարդ։ Այսինքն նաև մեր հոգևոր վիճակը, Աստծո հետ մեր հարաբերությունը փորձենք աստվածաշնչյան ճշմարտություններով շտկել մեր մահվան եւ կյանքի մասին հասկացողությունը, որը նույնպես մեզ պահում է դեպրեսիայի վիճակից հեռու։